Ողջույն ընկերներ, այսօր մի փոքր բնություն եմ գտել, քաղաքից դուրս ենք եկել Արմավիրի կողմերը եւ կակաչի դաշտ ենք փնտրում, հիմա գտել ենք, ընկերուհիներով ենք եկել, որովհետեւ աղջիկները ուզում էին ֆոտոսեսիա անել, դե ես էլ իհարկե առիթից օգտվում եմ, ասեցի մի համով բան կսարքեմ ու վերջում պիկնիկ կանենք, այս կողմն ավելի սիրուն, հետևը Մասիսն է երևում, բայց հիմա փակ է ամպերեն, ընկերուհիս արդեն մեքենայով ես իմ ուրա հասել, մենք էլ ոտքով ստուգում էինք ճանապարհը, հասնեմ, ձեզ գեղեցիկ կադրեր ցույց կտամ այդ տարածքից, հա իդեպ առանց միկրոֆոնի եմ, այնպես որ ինձ կներեք արտաքին ձայների համար, մեկ է շատ նեղում եմ, երբ որ անցնելուց սենց աղբա աչքովս ընկնում, համ ուզում եմ բոլոր աղբերը հավաքեմ, համ էլ մտածում եմ, հո չեմ կարա ամբողջ Հայաստանը մաքրեմ, ու տես տառապում եմ, ես դեռ քայլում եմ, ասեցի դուք գնացեք, ես ոտքով կգամ, բայց փաստորեն 2 կիլոմետր գնացին, ոչ էլ սպասեցին ինձ, ես էլ քայլում եմ, Մասիսը ոնց որ բացվում, աչքիս բախներս բերելու ու սիրուն ֆոտոներ ենք ունենալու։ Բան եմ փորձում, վсё, հասա Աշենին, Աշեն աղջիկես թե տղա ֆոկուս կորսի, հիշում եք ժողովուրդ, որ փոքր ժամանակ կակաչի կոկոնը սենց ճտտեսնում էինք մարդի ճակատին, ասում էինք աղջիկես թե տղա, բայց չգիտեմ, եթե բացվում էր, ոնց որ աղջիկ էր, եթե փակ էր մնում, նշանակում էր։ Չէ, եթե մուգ կարմիր էր, տղա էր, եթե մի քիչ վարդագույն էր։ Աղջի ճիշտ է, հա։ Ահա, խնդրեմ հիացեք երեխեքը սիրուն ֆոտոսեսիա են անում, ես էլ արդեն բացել եմ մեքենան ու տեսնեմ որտեղ եմ պիկնիկի սեղան սարքում, պիկնիկ մեր մեջ ասած բարբիկյու պետք է անեմ, ու գրիլ քիչ, երեխեքը ասում են կակաչի հետ չի համատեղվում եւ այլն, բայց ես մի հատ տեղ եմ գտել թաքուն չէ, մի քիչ կտրված տեղ, որտեղ իդեպ հեռվում էլ Արագազն երևում, բայց ոնց հասկացա չի երևում կադրում, Մասիսն էլ արդեն բացվում է, մի հրաշք տեսարան է, այստեղից երևում է նաև Հատիսը, Արայի լեռը, մի խոսքով շատ սիրուն տեսարան է շուրջ բոլորը, հիմա արդեն շտատիվը դնեմ եւ պատրաստվեմ, որովհետեւ բոլոր սոված են գիտել ճիշտ ասած, հիմա կասեք բադուխի չես նկարվում, ես մի քիչ ֆոտոգենիկ չեմ ճիշտ ասած, բայց հեսա կգնամ, կնստեմ, կասեմ դե նկարեք, հուսամ մի քանի սիրուն ֆոտոներ կստացվեն, որոնք կգցեմ Instagram ու շատ շնորհակալ կլինեմ, եթե Instagram-ում գաք ու հետևեք ինձ նաև Instagram-ում։ Մի փոքր կրական է ու երկու խոզի չալաղաջ գրիլ ստեյք անենք։ Ընկերներ, մինչ մենք ֆոտոսեսիա ենք անում, լիքը մարդիկ եկան, փաստորեն այս կողմից ճանապարհը գտել էին, մենք մի քիչ տենց խառը ճանապարհներով ենք եկել, մինչ կրակը կլինի, տեսեք, այսպիսի կտորներ ա մի քանի հատ եւ 2 հատ հավի բութ, որտեղ մեր ընկերներից մեկը հավ է նախընտրում, ոչինչ չեմ անելու, պարզապես աղ և սև պղպեղ ու ուրիշ ոչ մի բան, կրակը լավ նստի, ածուխը արդեն կդնեմ վրան, մի քիչ բանջարեղեն ու վերջ մեկ էլ լավաշ, այդ ինչա պետք հավես պիկնիկի համար, միշտ սուրճելու ենք գնում, թերմոսով սուրճը վերցնում ենք, գնում տարբեր տեղեր, Սևան, Ազատի ջրամբար, Ստեփանավան, որտեղ որ ուզում ենք, այս անգամ որոշեցինք, որ ուտենք մի բան։ Վստահ եմ ձայնս չի լսվում, դրա համար չեմ խոսալ։
տեսեք, քանի որ մի կողմը միս է արդեն, այս կողմը էլ չենք օգտագործում, որովհետև հավել ենք օգտագործել, շատ վտանգավոր է։ Դրա համար բնության մեջ շրջում ենք տախտակը, մյուս կողմը օգտագործում։ Ցույց տամ, հեսա արագ փոխեմ, որ չվառեմ։ Ասեմ ձեզ, իսկական սթեյք ուտողը պետքա ուտի հիմնականում քիչ եղած, էլի։ Մաքսիմում մեդիում, դանակս մի քիչ լավը չի, որ հյութը մեջը լինի, այսենց, ու սա արյուն չի, սա իրա բջջահյութն է, ասեք, որ ավելի գեղեցիկ կադեր, երբ ընկերներդ երջանիկ են քո սարքածով, իսկ դու առավել երջանիկ ես, որ կարողանում ես մանր հաճիկ պատճառել։ Ընկերներ, ես արդեն վերջացրեցի բարբիքյուն, երեխեքը արդեն սնվում են, որովհետև շատ սոված էին, այստեղ մնացել է մի քիչ սունկ, ծառասուն կա, արդեն լավ հովակրակը, մի քիչ լինի աղ եմ լցրել մենակ ու կարտոֆիլը, ես էլ կտանեմ արդեն, վերջ այսքանը, շնորհակալություն, որ նայեցիք, ես կաշխատեմ ավելի շատ բնության նկարներ, վիդեոներ, հոլովակներ տեղադրել այստեղ, նկարներ Instagram-ում, Եվ շատ շնորհակալ կլինեմ, որ ինձ հետևեք, այնտեղ արդեն ձեն են տալիս գոհարարի, երեխեք կերեք եկա